Ակնհայտ է, թե ով է կատարել ենթադրել հանցագործությունը, քպեական առհասարակ պատգամավորների խուլիգանական պահվածքը, անհավասարակշիռ կեցվածքը, խմբակցության քարտուղար այդ Արթուր Հովհաննիսյանն էր եւ Ռուստամ Բաքոյանը։ Միջարը դեկտեմբերին են տվել փողը, այդ պրեմիայի փողը հասել է իմ նպատակը խո Արթուր Հովհաննիսյանից փող ուզելը չէր։ Արթուր Հովհաննիսյանը այդ ժամկետում է չի կատարել, այսինքն հարկադիր կատարողի պահանջները չի կատարել սահմանված ժամկետում։ Բաժի չափը ինչքան է հոդվածը, եթե հիշում եք։ Եթե 2 տարի էլ տան, տենց շատ չի կորցնի իր կյանքի։ Շուտ տվածել են կարող ավելի լավ էր, քիչ անցանցորդացել։ Ռուստամ Բաքոյանի մասով կա եւս մեկ անթույլատրելի հանգամանք, օրենքը հավասար է բոլորի համար, ինչը նշանակում դատարանի վճիռը չկա։ Իսկ է ասում։ Աննուր լրատվականի հարգելի հետևորդներ, մենք մեր տաղավարում հյուրընկալել ենք հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին, վերջին շրջանում պարոն Ղազարյանն ուշագրավ հայտարարություններ արել եւ ահա մոտորերս մենք իմացանք քրեական բարույթի նախաձեռնության մասին։ Խոսքը վերաբերում էր ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կոնկրետ գործողությունների չկատարմանը, փաստացի նա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը տևական ժամանակ չէր կատարում եւ ահա նախաքննական մարմինը որոշել է քրեական բարույթ նախաձեռնել։ Այս պատմության ամենասկզբից խոսենք, թե ինչ էր տեղ ունեցել եւ ինչի հետևանքով էր պարոն Ղազարյանը հայտնվել նման իրավիճակում եւ ի վերջո արդյունքը կա հետևեք նաև հետագա քննության ընթացքին։ Պարոն Ղազարյան, շատ շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Ես նախ առաջինը կուզենայի, որ սկսենք, թե ինչ էր արել ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, շատ կարճ ներկայացրեք, որ ինչի հետևանքով դուք դիմել եք դատարան եւ դատարանը որոշում էր կայացրել։ Հետո կանրադառնանք մեկ այլ ԿՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի մասով, հասկանանք թե այդտեղ փոխկապակցված անձիկ ով դա կոնկրետ որ մարմինն է այս պահին թերանում։ Փաստացի Արթուր Հովհաննիսյանը ունենք արդեն գործընթաց։ Ուրեմն ամեն ինչը սկսվել է այն պահից, երբ որ ես ընդդիմության կողմից առաջադրվել եմ որպես մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու եւ ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում, երբ որ քննարկում էր իմ թեկնածությունը, երևի շատերը կհիշեն այդ օրվա այդ իրադարձությունը, միջադեպը, քպեական առհասարակ պատգամավորների խուլիգանական պահվածքը, անհավասարակշիռ կեցվածքը, այդ ժամանակվա իմ հասցեին հնչած սպառնալիքները, վիրավորանքները եւ այնտեղ երկու հիմնական իհարկե բոլորներ ամեն մեկը իր մասով, բայց առանձնապես աչքի գնող դերակատարները խմբակցության քարտուղար այդ Արթուր Հովհաննիսյանն էր եւ Ռուստամ Բաքոյանը, որոնք սպառնալիքներից բացի նաեւ իմ հասցեին կոպիտ վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում, ինչի իրավունքը բացի դրանից որ որևէ մեկը չունի, նրանք հատկապես չունեն, որովհետեւ ազգային ժողովի падգամավորի կարգավիճակի եւ արտոնությունների մասին օրենքը սահմանում է էթիկայի նորմեր, որ падգամավորը պարտավոր է հարգանք ցուցաբերել ազգային ժողովում գտնվող հյուրերի, ընդդիմախոսների եւ այլի նկատմամբ եւ բացի դրանից որ ես դիմել եմ իրավապահ մարմնին որ վարույթ նախաձեռնեն այդ պահին իր հնչեցրած սպառնալիքների համար, ինչը չէր նախաձեռնվել, այդ գործով հիմա կա դիմում մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ես Հայաստանի բոլոր ինստանցիաները սպառելուց հետո հիմա իմ բողոքը գտնվում է մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որ վարույթ չեն անում։ Ինչ ընթացքի մեջ եք, ինչքան ժամանակ է որ դիմել եք։ Վաղուց, արդեն դեռ երկար է տևում, process-ները համբերատար պետք է սպասել։ Բայց դրանից բացի ես երկու քաղաքացիական հայց էի ներկայացրել դատարաններ Արթուր Հովհաննիսյանի եւ Ռուստամ Բաքոյանի դեմ ինձ վիրավորանքների մասով, որտեղ վիրավորանքը քաղաքացիական բան։ Երկու դատերներ շահել եմ, իրանք բողոքարկել էին, վերաքննիչ, մեկը նաեւ վճռաբեկ, բոլորում պարտվել են եւ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Ու հրաժարվել են կատարել դատարանի վճիռը երկուսն էլ։ Ընդ որում Ռուստամ Բաքոյանը նաև փոխհատուցման մասով չէր կատարել, հարկադիր կատարման ծառայությունը գանձեց դա ինչ փոխանցել։ 1.250.000 դրամ ներառյալ դատական ծախսեր եւ պետական տուրք։ Արդեն գանձված է։ Այո, դա հարկադիր կատարումը դրանից գանձել Արթուր Հովհաննիսյանը իմանալով որ հարկադիրով մեկը գանձվել է, որովհետեւ պրեմիա ինչ է ստացել դրանք դեկտեմբերին։ Միջարը դեկտեմբերին են տվել փողը, այդ պրեմիայի փողը հասել է։ Նախկիներից թալանը որ վերադարձել էին։ Չէ, մեր ժողովրդից, մեր նախկիներից որ ոչ բան չգացել այդ վերադարձել, իրանք մեր ժողովրդին են թալանում։ Հիմա դա կատարվել է, բայց այդ փոխհատուցումը դա դատավճիռի երկրորդ կետն է։ Իսկ ներողություն եմ խնդրում Արթուր Հովհաննիսյանից ինչքան է։ Էլի 1.250.000 ներառյալ դատական ծախսերն ու պետական տուրք։ Նա կամովին Այսինքն գիտակցել է գիտի որոշման մասին, ինքը առանց դահակայի կամովին այդ գումարը փաստաբանը զանգել է, ճշտել է հաշվի համարը, գումարը փոխանցել է ստացել։ Բայց իմ նպատակը խո Արթուր Հովհաննիսյանից փող ուզելը չէր։ Այո։
Փողոզելը դա փոխհատուցումը վճռի երկրորդ մասն է։ Այսինքն հիմնական պահանջը եւ դատանի հիմնական վճիռը վերաբերվում է վիրավորանքի համար ներողություն խնդրելուն եւ այդ ներողություն խնդրելու կոնկրետ տեքստը տեսանյութի ձևով ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրելուն։ Այսինքն դատանի հիմնական պահանջը դա է, երկրորդ պահանջը, հավելյալ պահանջը նաեւ փոխհատուցում տրամադրելն է։ Այսինքն ինքը վճռի մի մասը կատարել ինչի համար, որպեսզի հարկադիր կատարման ծառայությունը իր հաշիվների վրա կալանք չկիրառի սահմանափակում։ Բայց այն մյուս մասը, որ միայն իր գործողություններով պայմանավորված չի կատարել։ Ես դիմել եմ քաղաքացիական դատարան, ստացել եմ կատարողական թերթիկ, դա ուղարկվել է հարկադիր կատարման ծառայություն եւ հարկադիր կատարման ծառայությունը իր հերթին հարուցել է կատարողական վարույթ։ Վարույթի շրջանակներում հարկադիր կատարողը ժամկետ է տվել Արտուր Հովհաննիսյանին 7-օրյա ժամկետում դատարանի վճիռը կատարելու համար։ Ներողության մասով, այո, որտեղ մյուս մասով ես ինքս եմ գրել, որ կատարվել է դրա նկատմամբ պահանջ չունեմ, միայն ներողության մաս։ Արտուր Հովհաննիսյանը այդ ժամկետում է չի կատարել, այսինքն հարկադիր կատարողի պահանջներ չի կատարել սահմանված ժամկետում եւ դրանից հետո ես դիմել եմ գլխավոր դատախազություն։ Կհիշեք օրը, երբ դիմեցի գլխավոր դատախազություն։ Փետրվարի 3-ի հետ չեմ սխալվում։ Հաղորդում եմ տվել հանցագործության մասին, դատախազությունը դա ուղարկել էր քննչական կոմիտե եւ 3 ես ստացա փոստային կապի միջոցով քննիչի ազգանուն հիմա չեմ հիշում Հարությունյան կարծեմ Շենգավիթի քննչական բաժնի քննիչը կազմել արձանագրություն քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ 3 եմ ես դա ստացել։ Այո։ Եվ դա ստանալուց անմիջապես հետո այսօր ես ձեր տաղավար գալուց առաջ գնացել էի քննչական եւ ընդ ներկայացրել եմ 3 միջնորդություն։ Կմանրամասնեք Այո, մեկը քրեական վարույթի ընթացք է, բայց ընթացք չկա, դասինը ընթացք չէ։ Ընդամենը կարող եմ ասել, որ վարույթ, այսինքն դեռևս նախաքննական գաղտնի քննիչի գործողություն դեռևս չկա որ է դա։ Ես իմ գործողությունների մասին եմ ասում։ Ես 3 միջնորդություն եմ ներկայացրել, որոնց մեկի բովանդակությունը այն է, որ ինձ ճանաչեն որպես տուժող, որովհետև եթե կա վարույթ, կա հանցագործություն, որևէ մեկը տուժել է, տուժողը ես եմ։ Այո։ Երկրորդը, որ իրեն ներգրավեն վարույթը որպես մեղադրյալ, որովհետև ակնհայտ է, թե ով է կատարել ենթադրել հանցագործությունը, իսկ դրա համար, որպեսզի ինքը գործում ներգրավի որպես մեղադրյալ, գլխավոր դատախազը պետք է դիմի ազգային ժողով, որովհետև ինքը падգամավոր է եւ նա միայն անձեռնմխելիությունը զրկվելուց հետո նրան կարող են մեղադրյալի կարգավիճակում գործում ներառել։ Իսկ այդ գործում տեսականորեն այլ մեղադրել չէ, այստեղ հանցագործություն է, որը մեկը կատարել է, չէ՞, հանցը իրանից բացի երկրորդը չկա ու չի կարող լինի։ Իսկ որպեսզի ինքը մեղադրյալի կարգավիճակում ներգրավի, ակնկալում եմ, որ տիկին դատախազը առաջիկա օրերին կգնա ազգային ժողով։ Դուք այդ միջնորդության մեջ նշել եմ, որ խնդրում եմ դիմեք գլխավոր քննիչին խնդրել եմ, որպեսզի դիմի գլխավոր դատախազին, դատախազը դիմի ազգային ժողով, նրան անձեռնմխելիությունից զրկեն, որպեսզի որից հետո քննիչը իրավունք ունենա նրան այդ գործում ներգրավի որպես մեղադրյալ եւ ինքը ստանա այդ վարույթը։ Եվ երրորդ միջնորդությունը այդ քրեական վարույթը նախաձեռնել են հոդվածի առաջի մասը, որ դատանի օրինական վճիռը չկատարել է։ Բայց այդ հոդվածը ունի երկրորդ մաս, որը ավելի խիստ է, որը պաշտոնատար անձին է վերաբերում, այսինքն եթե մեկը վճիռը չի կատարում, իր պաշտոնական դիրքից ելնելով եւ իր ենթադրյալ ազդեցությունը գործադրել։ Այս դեպքում ակնհայտ է, որ վարույթը պետք է լիներ երկրորդ մասով։ Ես տենց հաղորդումներ եմ տեստվել, որովհետեւ ասում եմ ինքը սովորական մարդ չի, ինքը պաշտոնատար անձ է եւ ինքը վստահ չի կատարել այդ դատանի վճիռը, որովհետեւ գիտի, որ ինքը падգամավոր է, իրեն չեն կարա մեղադրյալ ներգրավեն, այսինքն ինքը դիրք ունի, այդ դիրքով պայմանավորված է, որ ինքը չի կատարել դա։ Հետևաբար պետք է քրեական վարույթը նախաձեռնել այդ նույն հոդվածի երկրորդ մասի հատկան, որը իդեպ ավելի ծանրացնող է եւ նաև պատժի չափն։ Ինչ պատժի չափը ինչքան է հոդվածը, եթե հիշում եք։ Կարծեմ առաջի մասով մինչև 1 տարվա ազատազրկում, երկրորդ մասով մինչև 2։ Դե ինքը ջահել է։ Հա, այսինքն եթե 2 տարի էլ տան, տենց շատ չի կորցնի իր կյանքի։ Շուտ տվածել են կարող ավելի լավ էր, քիչ հանցագործած կլ։ Նույնիսկ որ այդ իմաստով տենց շատ մեծ պատիժել չի իր համար, 2 տարին կարծում եմ նորմալ է, իր մտքերը իմի բերելու, իր կյանքը վերագնահատելու համար։ Հիմա
Ես հետևողականորեն գնա բնականաբար, եթե բարեբախտաբար կա։ Իդեպ Ռուստամ Բաքոյանի մասով շատ տարօրինակ էր, որ քննչական կոմիտեն այդ նույն ձևի ուղարկել են դատախազություն, ուղարկել են վեդի քննչական բաժին, դե քննիչը որոշումը կայացրել վարույթ չնախաձեռնելու։ Ով է քննիչը? Շատ հիշում։ Ես որ թղթերս նայեմ, կարամ դες հետագայում ասեմ, հիմա այս բան չեմ։ Ձեր հաջորդ գործողությունը որն է? Բողոքարկել եմ Արարատի մարզի դատախազին, էլի ազգանունները չեմ հիշում, ես չեմ առնչվել իրանց հետ, գրավոր է այդ ամբողջ կորեսպոնդենցիա։ Դատախազը իմ բողոքն է մերժե, փոխարենը պարտավորեցներ քննիչին, իմ բողոքն է մերժե, եւ ես հիմա դիմել եմ դատարան Արարատի Վայոց-Ձորի մարզերի առաջին ատյանին ընդհանրավայրության դատարանը վարույթ հանդուն է եւ պիտի այս ամսվա մեջ որոշում կա։ Փաստացի քննիչի եւ դատախազի անգործության Որ մասով դատարանին խնդրել են, որպեսզի պարտավորեցնի վարույթ իրականացնող մարմնին նախաձեռնել քրեական վարույթ եւ իրականացնել վարույթային գործողություն, ակնհայտ բան է, էլի։ Իդեպ ես զուգահեռ ուրիշ քայլեր եմ արել։ Այո։ Ես դիմել եմ ազգային ժողովի բոլոր 3 խմբակցություններին, որպեսզի Ռուստամ Բաքոյանի եւ Արթուր Հովհաննիսյանի մասով նախաձեռնեն էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց։ Փաստացի օրինական դատանի վճիռը չեն կայացնում։ Այո, եւ բացի դրանից այնտեղ ասենք օրինակ Ռուստամ Բաքոյանի մասով ուրիշ բաներ կա, էլի։ Իրանք երկուսն էլ նախ ընդգրկված են ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի կազմում։ Ռուստամ Բաքոյանը Թագուհի Թովմասյանին ապօրինի կերպով այդ պաշտոնից հեռացնելուց հետո հիմա նույնիսկ պարտականությունները, այսինքն ստացվում է, որ իրանք ընդ պատասխանատվություն են ստանձնել ազգային ժողովի մարդու իրավունքներով զբաղվել, ինչի մարդու իրավունքները իրենք են խախտում։ Դատաները իրենց վերաբերյալ որոշումը կայացնում, դատանի որոշումը չեն կատարում։ Ռուստամ Բաքոյանի մասով կա եւս մեկ անթույլատրելի հանգամանք, որ ինքը սովորական падգամավոր չի, ինքը արտոնությունով ընտրված падգամավոր է, որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։ Մեզ հասարակության մեջ շատ մեծ սեր եւ հարգանք վայելող եզդի ժողովրդին ազգային ժողով ներկայացնում է այդ Ռուստամ Բաքոյանը, դա ամոթ է նաև այդ ժողովուրդը եւ ինքը այդ պատասխանատվությունը պիտի զգա, որովհետեւ իր վարքագիծը ասոցացվում է այդ հրաշալի ժողովրդի հետ, որը անթույլատրելի է, այսինքն ինքը այդ պատասխանատվությունը պետք է զգա։ Եվ այդ էլ ինքը չի գիտակցում հասկանում։ Եվ ես դիմել եմ խմբակցություններին, ասում եմ գոնե էթիկայի հանձնաժողով ստեղծեք, այդ հարցը դարձրեք քննության առարկա։ Արձագանք չկա դեռ։ Հայաստան խմբակցությունը Ռուստամ Բաքոյանի մասով դիմել էր ազգային ժողովի աշխատակազմին, որպեսզի եզրակացություն։ Մեկ ազգային ժողովի իրավաբանական վարչության պետք է ասել բացասական եզրակացություն։ Այսինքն տարօրինակ էլի իմ տված դիմումը արտագրել է, վերջում գրել է մտածածին են այդ բաները անորոշ, այսինքն անորոշ է աչի ջան։ Դատանի վճռի համարը գրել եմ, ամսաթիվը գրել եմ, բովանդակությունը գրել եմ, հարկադիր կատարման վարույթի համարը անորոշ են դե ո՞րն էր։ Բնականաբար ես հիմա դիմել եմ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, որ ծառայողական քննություն նշանակեն այդ վարչության պետի մասով, իրան էլ անձամբ եմ դիմել, որպեսզի ինքը ինձ տրամադրի բոլոր այն գործի նյութերը, որոնց հիման վրա ինքը եկել է այս եզրակացության։ Առայժմ ինքը չի պատասխանել, սպասում եմ այդ պատասխանը, եթե չստանամ այդ պատասխանը, դատախազությունը կստանա հաղորդում հանցագործության մասին այդ աղջկա վրա, որովհետև իր եզրակացությունը տապալել է ազգային ժողովի բնականon գործունը։ Ինքը միակ մարդն է, որ այդ եզրակացությունը կարա տա եւ ինքը պատասխանատվություն է, թե ինչ եզրակացություն է տալի, ինչ հիմքով է տալի։ Ունես որ սրանք իմ ձեռից փրկություն չունեն։ Երկնքում էլ լինի հետևերից գնալու են դրանք իրենց արժանի պատեժը պիտի ստանան իմ նկատմամբ այդ վերաբերմունքը ցուցաբերելու համար, այնպես որ Արթուր Հովհաննիսյանի մասով եմ դիմել, սպասում եմ որ գոնե ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնեն էթիկայի հանձնաժողովից, ընդ որում միշտ է հետաքրքիր Արթուր Հովհաննիսյանը 2 օր առաջ չեպազելուց ազգային ժողովի խոսելով բարձրագույն հոգևոր խորհրդի անդամների կաթողիկոսի մասին ասում է մեր երկրում ով ուզում ալնի օրենքը հավասար է բոլորի համար, ինչը նշանակում դատանի վճիռը չկա։ Ինչ է ասում։ Մի անձնավորություն, որը ինքը դատանի վճիռը չի կատարում։ Ընդ որում իր վերաբերյալ վճռով դատան ասում է Արթուր Ղարիբի Հովհաննիսյանից պարտավորեցնել որ էս անի։ Վարչական դատանի միջանկյալ վճռի մեջ գրած չի ամենայն հայոց կաթողիկոս դու էս անի։ Անդե շատ անորոշ է, անդե կաթողիկոսին, բարձրագույն հոգևոր խորհրդին դատանը ոչ մի բան չի պարտավորեցրել, որպեսզի դրանք էլ անեն կամ ինչ որ տես ածանցյալ կապեր գտնելով բանով, ամբողջ հոգևոր խորհրդի մեղադրելի կարգավիճը, իսկ սա շատ կոնկրետ ասում է Արթուր Հովհաննիսյանին այս տեքստը տեսագրես կդնես ազգային ժողովի կայքում։ Գիտե վիճելու բան չկա, ինքը դա չի արել։
Գնացել է նստել, ասում է, երկրում բոլոր օրենքի առաջ, ասի բոլոր օրենքի առաջ հավասար են, բացի դրանից ով 2017 թվականին 0.24 գրամ դեղնականաչափ զանգվածով տալել են քանակյարի ոստիկանություն, տենց ասում։ Բայց թե չպիտի ստացվի, ինքը պիտի եւ ինքն էլ եւ մյուսներն էլ պիտի պատասխանատվության ենթարկեն եւ ես շատ է թվական ամենելու։ Ես քննիչների հետ աշխատանքից արդեն սկսել եմ հաճույք ստանալ։ Դա առաջի դեպքը չի էլի, ու այսինքն մասնագետ, որովհետեւ ես իրանց պատճառով, քանի որ չեն թողնում աշխատեմ, գնացել սովորել եմ, դառել եմ իրավաբան։ Հիմա ես մասնագիտական կայացման փուլում եմ։ Ես հիմա իմ տեսական գիտելիքները ամրապնդում եմ գործնական գիտելիքներով։ Եվ դրա համար Արթուր Հովհաննիսյանից եւ մյուս պատգամավորներից կարող եմ նաեւ շնորհակալ եմ։ Դուք նաև հանցագործության մասին հաղորդում եք ներկայացնում պարբերաբար, երբ որ ազգային ժողով գալիս եք հանդիպելու կոնկրետ պատգամավորների հետ, impeachment-ի այն ողջ գործընթացի մասով, փաստացի ձեզ որևէ մեկը ձեզ հետ չէր հանդիպում։ Եթե քրբեին չէ, մյուս պատգամավորները հանդիպում են, այո։ ԿՊԱԿ-նից որևէ մեկը չէր հանդիպում եւ ես հիշում եմ նաև ձեր պաշտոնական հայտարարությունները, որ դուք դիմել եք հանցագործության մասին հաղորդում եք ներկայացնում։ Այո, խտրականության անուն։ Այո։ Ինչ եղավ այդ հաղորդումները, ինչ ճակատագրի արժանացավ, որովհետև դուք այսպես հետևողականորեն գնում եք ու որևէ մեկը չէր պատկերացնում, որ պարոն Ղազարյանը մի օր Հայաստանի Հանրապետության բոլոր ատյաններում կհասներ այն արդարության այն կետին, որ ըստ էության, որ վերոնշան անձիկ դատարանի առաջ պետք է կոնկրետ հանրության առաջ պետք է պատասխանատվություն կրեին իրենց Որովհետև դա մենակից չէր վերաբերում, եթե նրանք խտրական վերաբերմունք ցուցաբերում են իմ նկատմամբ, ուրեմն կարող են ցուցաբերել նաև այլ քաղաքական Քրեական օրենսգիքն էլ ասում է, մարդու նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելը պայմանավորված իր կրոնով, աշխարհայացքով, քաղաքական հայացքներով հանցագործություն է։ Իսկ իրանք իսկ գալիս էր այդ ազգային ժողովի աշխատակիցը Ինեսա Միրզոյան։ Ասում էր պարոն Ղազարյան, ենթադրենք պարոն Ռուբինյանը ձեզ չի ընդունում։ Ես ճշտող հարցեր եմ տալի, ասում եմ, միայն ինչ չի ընդունում, թե ընդհանրապես քաղաքացիներին չի։ Ասում եմ, ոչ, բոլորին ընդունելու է ձեզից բացի։ Նամակ են գրում, հարցում եմ անում, ասում եմ, ինչի չեք ընդունել, ասում եմ, որովհետև դու քաղաքական գործիչ ես։ Գերեթե ձեռս է խելք էլի։ Դու իմ ձեռը տես թուղթ կտա։ Ինչ փուլում է գտնում այդ հաղորդումները։ Ուրեմն ես հաղորդումները ներկայացրել եմ, արդեն արդյունաբերություն է էլի դառը։ Դրանք եթում է հասնում է դատախազությունով մինչև Արաբկիրի քանակեր զեյթուն դատախազություն, Արաբկիրի քննչական բաժին, 4 քննիչ ունեմ տեսադաշտում ես, վիրտուալ, 4-ն էլ որոշում է անկախ դրանից ու մոտա գնացել, որ վարույթ չեն նախաձեռնում, ես սահմանված ժամկետում բողոքարկում եմ հսկող դատախազին, դատախազը իմ բողոքները մերժում է, ես դիմում եմ դատարան, Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական իրավաբանության այդ դատարանում, տես դատավոր չկա, որ ինձ բողոք ստացած չլի։ Հիմա 14 դատ շահել եմ արդեն առաջին ատյանում, ԿՊԱԿ-ական պատգամավորների հետ կապված։ Այո։ Այսինքն վարույթ պետք է նախաձեռնել։ Պարտավորեցրել են դատարանը։ Դա ում անուններ։ Կոնկրետ որ ԿՊԱԿ-ական պատգամավորների մասով ընդհանուր այս գործողությունից չեն ընդունել, ունեմ իմ պորտֆելում 24-ը պատգամավորներ։ Իսկ թե կոնկրետ ում դեմ պիտի վարույթ նախաձեռնվի, Ռուբեն Ռուբինյան, Հակոբ Արշակյան, Սերգեյ Բագրատյան, այնտեղ են առողջապահության հարցերին աղջիկ են, որ բժշկույթը էդի, ախ դրանց ես չեմ ճանաչում այդ պատգամավորների շատերին, հիմա չեմ կարող հիշեմ, էլի։ Փաստացի ԿՊ 14 շահած դատ ունեմ առաջին 14 է, դե պատկերացնում եք այդքան հայց եմ գրել, ես այդքան դիրքորոշում եմ ներկայացրել։ 14-ով շահել եմ պարոն, հիմա դատախազությունը փոխարեն ստացել է դատանի որոշումը, որ պիտի վարույթ նախաձեռնեն, փոխարեն վարույթ նախաձեռնեն, բողոքարկում են, այսինքն ես բողոքարկեմ, էլի կասեմ իմ իրավունքն է խախտվել, բողոքարկում եմ, իրենք են բողոքարկում, ասում են բողոքարկում են, որ վարույթ չնախաձեռնեն։ Բողոքարկել են դատարան, որ հիմա բողոքարկել են վերաքննիչ քրեական դատարան, հիմա անցել ենք վերաքննիչ քրեական դատարանում իմ հաղթարշավին, արդեն 3 հատ շահած դատ կա վերաքննիչ քրեական դատարանում, որը առաջին ատյանի որոշումները թողել է ուժի մեջ կամ դատախազությամբ իմ բողոքներն Այսինքն փաստացի գլխավոր դատախազությունը արդեն դատարանում վերաքննիչում 3-ի մասով պարտվել է։ Երկուսով կարծեմ դիմել են վճռաբեկ են դիմել, վճռաբեկը կարա դիմի գլխավոր դատախազը կամ գլխավոր դատախազությունը հովանավորում է ԿՊԱԿ-ը։ Դե ասում էլի։ Այսինքն օրինակ իմ տրամաբանությամբ, չէ, եթե դու նույնիսկ չես նախաձեռնել, սխալվել ես, որտեղ փաստացի դատանը պարտավորեցրել, եթե դատանը ասել, ուրեմն սխալվել է։ Այսինքն քո շահը ո՞րն է, որ չես նախաձեռնել։ Պատգամավորը հանցանք է գործել, ջանդամն է գործել, կանչի պատասխանատվության ենթարկի, ասա դա
Վարույթը Ինչի՞ չես անում, էլի։ Ի հաստանցի Իսկ ինչի՞ չես անում, քո շահավորն է, դրան ինչի՞ ես դու պաշտպանում, չէ՞։ Վերջ մինչև վճռաբեկը ըթում են, որպեսզի վարույթ չնախաձեռնեն։ Դե հիմա վստահ եմ վճռաբեկը դա գործավարույթ չէ, ընդունելու դա հետա տալու ստիված մի անգամ շփոթվեցին, հարուցեցին, մտածին քարուցեն։ Ում ասով է դիշե Հա, Հակոբ Արշակյանի։ Ահա։ Բանը հարուցեցին, բայց այս հոկտեմբերի 16-ին վարույթը նախաձեռնել են դատանի որոշման հիման վրա։ Հոկտեմբերի 17-ին հաջորդ օրը քննիչը ոչ մի վարույթային գործողություն չի արել։ Ու ասա վարույթը ավարտում եմ։ Բարև ձեզ։ Միֆ են ստեղծում, որ ըստեյության ահա վարույթը Այսինքն փաստացի դրանով քննիչը ստեցեցա քննիչն էլ է իր դեմել հաղորդում է տալու անցագործ ինքը դատանի վճիռ չի կատարում որովհետեւ դատանի վճիռը չի ասում այն ֆորմալ իմաստով ապա վարույթ նախաձեռնի ասում մարդու խախտված իրավունքները վերականգնի այսինքն վարույթ նախաձեռնի որպեսզի վարույթային գործողություն անես ոչ թե վարույթ նախաձեռնես ու փակես առանց որևէ գործողություն ան ինքը որևէ վարույթային գործողություն չի արել ես 9 գրավոր միջնորդությամբ եմ գնացել իր մոտ դե դատար ձեռով չեմ սիրում քննիչների մոտ էթա միջնորդություններով եմ այդ ընդունված 9 գրավոր միջնորդություն տար ասում եմ դա սկսում ենք աշխատել Մատ խնդրում եմ ինձ ճանաչի դուժող դրան ճանաչի մեղադրյալ մի հատ խնդրում եմ այս նյութերը ճանաչի որպես արտավարութային փաստաթուղթ մի հատ հələ Ինեսա Միրզոյանին կանչի արձակնության որովհետև այդ աղջիկն այք ինձ ասե քեզ չեն ընդունում հələ կանչի դες իրան ով է ինչ ասե ինչի չի ընդունել չէ բա պետք է բարձես այդ հանգամանքները բոլոր միջնորդություններս մերժել են բոլոր միջնորդություններս բողոքարկել եմ դատախազին բողոքները մերժել են 9 դիմում պожалуйста առաջին աջանի դատարանը Անդեր նույնպես ունեմ շահազդատեր, ետել են բողոքար, մի խոսքով Իրավապահ համակարգը զբաղվում է ըստ էության ձեր բոլոր դիմումներով։ Հիմա ասենք օրինակ Արաբկիրի քննչական բաժինը կարակոչվի Էդգար Ղազարյանի անվան Արաբկիրի քննչական բաժին։ Չէ՞ Իրան ճար չունեմ։ Իրանցից իմ ուզածը ինչ է։ Ընդամենը իմ իրավունքները իրանց օրինական պարտականությունների կատը։ Հիմա ասենք օրինակ Ռուստամ Բաքոյանը խորհրդարանական լսիթե մատ ուրիշ դրվագա։ Այո։ Խորհրդարանական լսումներին ես գնացել եմ մասնակցում եմ ելույթը։ Այդ օրը հրահանգեց ձեզ դուրս հրավիրեց։ Իմ ելույթը ընդհատեց, որ իրավունքը չունի եւ հրավիրում անվտանգության աշխատակիցները ասում դալեճից իրանք դուրս անի։ Ազգային ժողովի պատգամավորը անվտանգության աշխատակցին դիմելու իրավունք չունի։ Անվտանգության աշխատակցին դալիճ կարարել միայն ազգային ժողովի նիստը նախագահող, այսինքն նախագահը կամ տեղակալը ազգային ժողովի նիստերի ժամանակ, լսումների ժամանակ, հանձնաժողովի նիստերի ժամանակ, քննարկումների ժամանակ նման իրավունք որևէ մեկը չունի։ Հիմա դու ինձ իմ ելույթը ընդհատել, քույր գործն ես ինչ եմ խոսում։ Իմ խոսքի պատասխանատու ես եմ, չէ՞, ինձ հասնում է 2 րոպե ելույթ։ Ես իմ 2 րոպե ելույթ ունենում եմ, մեկին կվիրավորեմ, կհայհոյեմ, բռնություն կտարածեմ, ինչ կանեմ, դրա մեջ պատասխանատվություն։ Եթե ես անես խոսք ասեմ, որ իր մեջ հանցանքապարունակում, իմ այդ խոսքս լսողը իմ դեմ քրեական գործ կհարուցի։ Վիրավորանքը իմ դեմ քաղհայց կտան, չէ՞, բայց դու պետք է թողնես, ես իմ խոսքը շորն ես ինչ եմ խոսում։ Ես լսումների նպատակը դա է, որ մարդիկ գան իրենց Դու ես պիտի նախապես քեզ գամ ասեմ Ռուստամ ջան, ես բան եմ ուզում ասեմ, էլի թույլ կտաս ասեմ, հա, լավ, էսի կարաս, դες բանալն։ Հիմա այսի ապօրինությունը, էլի դիմել եմ պաշտոնական դիրքի չարաշահում, չէ, եւ այլ հանցակազմի հատկանիշներով։ հաղորդում եք տվել։ Էլի վերաքնիչ միջև հաղթել եմ։ Ռուստամ Բաքոյանի գործողությունը։ Մինչև վերաքնի հիմա էլի դատախազությունը կամ պիտի վարույթ նախաձեռնի կամ դու դիմի վճռ դիմեն։ Մեկը պարտվելու են, ու ստիված վարույթը նախաձեռնել են, ճար չունեն։ Իրանց դիմաց կանգնած է Էդգար Ղազարյանը, որը ունի քաղաքացիական գիտակցություն, այդ էլ իրան քիչ էր, մի հատ էլ իրավաբանական գիտելիքներ։ Հիմա մեր տունը մատ փաստաբանական գեսա մենակ եմ անում, որևէ փաստաբանը չեմ ծանրաբեռնում, այդ իմ հայցերը, բողոքի պատասխանները, դիրքորոշումները, շատ հանգը մեր պոչտայլոնը օրը 5-4 նամակ մեր տուն գործ է գալի։ Ու ես շատ մեծ սիրով աշխատում եմ։ Փաստացի հիմա ըստ էության պարոն Ղազարյան ունենք նաև իրավիճակներ, որ եղել է որ վարույթը նախաձեռնվել է օրինակ Հակոբ Արշակյանի դեպքում, բայց 2 օր հետո, 1 օր հետո որոշել է որ քննիչը կարճում է գործ։ Առանց վարույթային գործողություն անելու։ Մտավախություն չունեք, որ ըստ էության այն հնչեղությունը, ինչը որ ստացակ Արթուր Հովհաննիսյանի դեպքում, նույն ճակատագրի արժանանա։ Պարզապես միֆ ստեղծեն հանրության մոտ ռեստորան նպատակով, ահա մեր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի չի հովանավորում որևէ մեկին, վարույթը նախաձեռնված է եւ
որոշում Հիմա օրինակ հիմա ասենք միջնորդությունը այսօր տվել է։ Այո։ Քննիչը պարտավոր է, միջնորդությունը քննի, որոշում կհասնի, չէ։ Քննիչը հանրային ծառայող է, այսինքն եթե օրենքը իրան իրավունք է տալի որոշումներ կայացնելու, չի նշանակում, որ ինքը կարա ցանկացած որոշում։ Իր բոլոր որոշումները պիտի բխեն վարույթի շահերից։ Եվ եթե ինքը վարույթի շահերին հակադիր որոշումներ է կայացնում, արդեն ինքը պիտի մտածի, իսկ իրան ինչ պատասխանատվության է ենթարկվում։ Ինքը հանրային ծառայող է։ Օրենքը իրան շատ մեծ լիազորություններ է տվել վարույթային գործողություն մարդ կանչել, ինչի համար, որպեսզի հանցանք բացահայտի, ոչ թե կոծկի, հանցանքը կոծկելը հանցագործությունը։ Բայց ընդ որում հիմա եթե հենց հիմա Արտուր Հովհաննիսյանը ներողության տեքստը հրապարակի, վարույթը չի կարա կարճվի։ Այո, արդեն չի կատարել։ Որտեղ արդեն չի կատարել, իր չկատարածի համար ինքը պիտի օրինակ հիմա կատարելը կարա դատարանը հետագայում դիտի որպես մեղմացուցիչ հանգամանք։ Ասենք 2 տարի էր հասնում։ Տուգանքով սահմանափակվի։ Կա նման 6 ամիս։ 6 ամիս։ Ինչ դու Ավելի ներմեջվածուն պատիժ է։ Դու դատավոր պերմի էլ էլի առայժմ։ Պարոն Ղազարյան, հետևողական եք լինելու։ Անպայման, բայց թողնելու եմ դրանքի մեծ ձևով։ Բայց ինպես մարդը գնում է ազգային ժողովի Հռեպսիմե Հունանյանից ընդունելություն խնդրում, այն ընդունելության չի արժանանում, այտենց պիտի ստրեսավորի մենակ կապիցիատում չգրելու։ Այո, իրավունք կա, բա։ Քրեական գործը կա, որ Իրա եւ իրա օգնականի։ երկուսի վրա կա։ Օգնականն էլ է գերետև է թուղթը ձեռս Դատախազությունը կրկին իրենց մասով մերժել է։ Հիմա դա արդեն դատանում է։ Կհետևենք գործին քննության 24 падգամավոր ունեմ։ Այո։ Իմիջայլոց բոլոր առիթներով ես իրանց այդ առաջարկը անում եմ ձեր եթեր օգտագործելով էլ եմ անում, գիտեմ իրանք ձեզ հատկապես շատ են լսում, հատկապես падգամավորները, որ եթե հիմա իրանք գնան Հայկ Մամիջյանի մոտ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի թուղթը ստորագրեն միանան դրան, ես իմ բոլոր հայցերի հետ բոլորը 24 ունեմ։ Այսինքն ժամանակ ունեք, ամեն դեպքում ժամանակ ունեն, այլընտրանք եւս ունեն։ Այո, բաժից որովհետև կարծում եմ, որ այդ քայլը որ անեն, ես դա կդիտեմ որպես լուրջ մեղմացուցիչ հանգամանք եւ իմ նկատմամբ իրաց ցուցաբերած այդ վերաբերմունքի հարցում ներողամիտ կգտնվեմ։ Շնորհակալ եմ պարոն Ղազարյան, մենք եւս հետեւողական կլինենք եւ իրավապահ մարմինների գործողությունների եւ դատարանի որոշումների եւ ձեր հետագա քայլերին կապված կոնկրետ ձեր խախտված իրավունքների վերականգնման մասով։ Շնորհակալ եմ, որ ունեցիք մեր հրավերը եւ մեր տաղավարում եք։ Ես եմ շնորհակալ։